Ուշադրություն, հարգելի հետևորդներ, շուտով բոլորիս սպասվում է նոր մեգանախագիծ «Գոյամարտը» ստեղծողների կողմից։ Պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանը հայկական մեդիահարթակում ներկայացնում է նոր ձևաչափ միայն YouTube-ի հետևորդների համար։ Դիտողներին սպասվում է ժամանակակից, դինամիկ, զգացմունքային ու նոր ձևաչափով սերիալ, որը դասական սերիալներից տարբերվում է իր կառուցվածքով ու պատմողական լեզվով։ Խոսքը այսպես կոչվող մինի փոքրիկ սերիալի մասին է, կարճ, բայց շատ խիտ ու ազդեցիկ սյուժեով, իրադարձությունների զարգացմամբ, որ դիտողին առաջին իսկ րոպեներից կներքաշի կատարվող գործողությունների մեջ։ Այն կազմված է լինելու 24 մասից, և յուրաքանչյուր սերիան լինելու է մինչև 10 րոպե տևողությամբ, ասաց Դիանա Գրիգորյանը։ Նա նշեց, որ այս ձևաչափը ստեղծվել է շատ բնականորեն և այսօրվա լսարանի պահանջներին համահունչ, որովհետև թվային տեխնոլոգիաների դարաշրջանում մարդն արդեն սովորել է ամեն ինչ ստանալ արագ և կարճ ժամանակամիջոցում։ Ստացել ենք արագ զարգացող, բայց խորքային ասելիք ունեցող պատմություն։ Յուրաքանչյուր սերիա կառուցված է այնպես, որ ավարտից հետո ցանկություն առաջանա անմիջապես դիտելու հաջորդը։ Բացի հետաքրքիր սյուժեից, մեծ ուշադրություն է դարձվել նաև կինեմատոգրաֆիկ որակին, մթնոլորտին, երաժշտությանը և դերասանական խաղին, որպեսզի յութուբյան հարթակում հանդիսատեսը ստանա այն զգացմունքայնությունը, որի կարիքն ունի ցանկացած սերիալ փնտրող, պատմեց Դիանան։ Խոսելով նախագծի բովանդակության մասին, Դիանա Գրիգորյանը նշեց, որ սիրային դրամա է, որտեղ կա ամեն ինչ՝ դավաճանություն, հավատարմություն, կորուստ, ձեռքբերում, զգացմունքներ, հույզեր, ընտանեկան հարաբերություններ, չբուժված վերքեր և սեփական ինքնության որոնման դժվար, բայց հաղթական ճանապարհ։ Պատմության առանցքում մարդիկ են, ովքեր առաջին հայացքից կարող են թվալ կայացած և ուժեղ կերպարներ, բայց ներքուստ դեռ պայքարում են իրենց անցյալի հետ։ Սա սերիալ է այն մասին, թե ինչպես մանկությունը կարող է ողջ կյանքում ուղեկցել մարդուն։ Նախագծում ներգրավված են երիտասարդ ու փորձառու դերասաններ, արհեստավար ստեղծագործական թիմ, որը փորձել է ստանալ հնարավորինս անկեղծ ու իրականությանը մոտ պատմություն։ Իսկ թե ինչու փախուստ մանկությունից, ինչ ուղերձ է փոխանցում սերիալը, Դիանա Գրիգորյանն արձագանքեց։ Գուցե տպավորություն ստեղծվի, որ հերոսը կամ հերոսները հասակ առնելով փախչում են իրենց մանկությունից, բայց մեր սյուժեում փախուստն այլ դիտանկյունից է ներկայացված։ Հերոսուհին սիրո շնորհիվ կյանքից ու ճակատագրից հնարավորություն է ստանում ընդունել ինքն իրեն, հաշտվել ներսի կոտրված երեխայի հետ, դեմ գնալ իր փոխարեն ապրողների կամքին ու տրվել սեփական երջանկությանը, փախչելով այն մանկությունից, որն ընդհատվելով շրջադարձորեն փոխել էր իր ապագան, մանրամասնեց նա։ Ամփոփելով Դիանա Գրիգորյանն ընդգծեց. նպատակ ունեն, որ դիտողը ոչ միայն հետևի սյուժեին, այլ նաև շատ դեպքերում տեսնի ինքն իրեն, մտածի, զգա, խորհի ու գուցե իր ներսում վերագտնի կորցրած կարևոր մի բան։ Նշենք, որ սերիալում նկարահանվելու է բոլորիդ կողմից շատ սիրված բլոգեր և դերասանուհի Ռոզա Դավթյանը, ինչպես նաև այս շրջանում Դիանա Գրիգորյանի մյուս «Գոյամարտ» սերիալի գլխավոր հերոսներից մեկը՝ Գրիշոյի կերպարը մարմնավորող Նորայր Արուստամյանը։ Սերիալը կոչվում է «Փախուստ մանկությունից»։ Ինչպես արդեն նշեցինք, այն չի ցուցադրվի հեռուստատեսությամբ և հասանելի կլինի միայն օնլայն տիրույթում, մասնավորապես YouTube-ում։ Հետևեք մեզ ավելի մանրամասն իմանալու այս և այլ սերիալի բացառիկ նորությունները, ինչպես նաև գրեք, թե որ երիտասարդ դերասանին կամ դերասանուհուն կցանկանայիք տեսնել այս նոր սերիալում։ Շնորհակալություն դիտելու համար և մենք անհամբեր սպասում ենք ձեր մեկնաբանությունների։